Տեղեկություններ կան, որ արտերկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպաններին է հանձնարարական իջեցվել աշխատանք տանել հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդների հետ եւ նրանց ինչ-ինչ շահագրգռվածությունների դիմաց այս գաղափարի շուրջ համախմբվել եւ ըստ տեղեկությունների նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն է բանակցություններ վարում ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ եւ նաեւ ավելի վաղ հնչեցված տեղեկություններով եւ հրապարակումներով նրան եք տեսնում կաթողիկոսի պաշտոնում։ Արդյոք արդեն իսկ ընտրել եք ձեր կաթողիկոսին եւ բանակցություններ է վարվում նաեւ դեսպանների հետ այս հարցում։ Ժողովուրդ ջան, ոնց որ թե մենք չենք ընկալում ինչ օրակարգի շուրջ ենք համախմբվել։ Նախ ես զարմանում եմ, թե ինչու եք դուք զարմանում, որ պետական ինստիտուտները շփվում են հայ առաքելական եկեղեցու կառույցների հետ։ Այսինքն ինչ։ Որտեղ այստեղ ներողություն, որտեղ այստեղ բանակցություններ են վարում, որ բանակցությունը ո՞րն է, ինչ բանակցություն։ Մենք կա Հայաստանի Հանրապետություն, կա Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներ, կա հայ առաքելական եկեղեցի, ինչ բանակցություն։ Հայ առաքելական եկեղեցին զավթված է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա խմբակի կողմից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, կաթողիկոս է դարձել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Եվ դրանից հետո եկեղեցական կարգերին համապատասխան որևէ հարաբերություն ես չեմ կարծում, որ հիմա կա եկեղեցու բարձրաստիճան դիրքերում, այլ ավելի շատ մաֆիոզ տրամաբանությամբ։ Եվ շատ նորմալ է, որ եկեղեցու նորոգման օրակարգի շուրջ պետք է ուրեմն համախմբվեն իրապես եկեղեցու կողքին եւ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները։